Ըստ խնդրի գրատախտակին գրված է որևէ տառ, ամեն քայլի ջնջում ենք դա ու դրա փոխարեն գրում դրան հաջորդող առաջին տառաձայն տառը, 6 քայլից հետո դարձավ Չ տառը, պահանջվում է գտնել սկզբնական տառը, և երկու տառեր կանվանենք տարաձայն, եթե դրանցից մեկը ձայնավոր է, մյուսը բաղաձայն, եթե տառը բաղաձայն է, ո-ն ձայնավոր, այսինքն այս երկուսը իրար տարաձայն են։ Շատ լավ, այստեղ ես մինչև Չ տառը և դրանից մի քիչ էլ հետո, որը պետք չէ, պատկերել եմ այբուբենի տառերը, որպեսզի մեզ համար ավելի հարմար լինի, մենք ուղղակի նշենք ու ինչ-որ քայլերով հետ գնանք, ամեն ինչ շատ ավելի պարզ է երևում այսպիսի գրաֆիկների վրա, մենք ուղղակի տառերն են գրել բոլորը։ Շատ լավ, հիմա մինչև սրան անցնելը, եկեք նախ հասկանանք 6 քայլ հետո դարձավ Չ ասվածի իմաստը։ Սկզբում մենք ունեցել ենք ինչ-որ տառ, չգիտենք ինչ տառ է եղել, սա սկզբնական տառն է։ Սրանից հետո մենք մի քայլ ենք արել, առաջին քայլն է, որից հետո մենք մեկ այլ տառ ենք ստացել, դրանից հետո մենք ևս մի քայլ ենք արել, դա մեր երկրորդ քայլն է ու կրկին մի հատ ուրիշ տառ ենք ստացել, հետո կատարել ենք մեր երրորդ քայլը, ինչ-որ տառ ենք ստացել, դրանից հետո կատարել ենք չորրորդ քայլը, մի տառ ենք ստացել, դրանից հետո 5-րդ քայլը, քայլ ասելով ի նկատի ունեմ տարաձայն հաջորդ տառը ընտրելը, և դրանից հետո կատարել ենք մեր 6-րդ քայլը, ինչի արդյունքում ստացել ենք արդեն Չ տառը գրատախտակին գրված, այսինքն 6 քայլ է արվել, բայց մենք Չ-ից առաջ գրատախտակին գրված ոչ թե 5, այլ 6 տառ ենք ունեցել, ահա այսքան, և մեզ պետք է գտնել այն տառը, որը մինչև առաջին քայլը անելն է եղել գրատախտակին գրված։ Շատ լավ, դրա համար Չ-ն մեզ մոտ թող լինի 6-րդ քայլի արդյունքը, դրանից առաջը 5-րդ, 4-րդ այստեղ, սա ուղղակի նշանակում է, որպեսզի ամեն ինչ ավելի հարմար լինի, երկրորդ, այսինքն երկրորդ տառ ասելով ի նկատի ունենք երկրորդ քայլի արդյունքում գրատախտակին գրված տառը, առաջին տառ ասելով առաջին քայլի արդյունքում ինչ եղել և 0-րդ տառ ասելով կհասկանանք սկզբնական գրատախտակին գրված տառը։ Շատ լավ, հիմա ինչպես է աշխատում տրամաբանությունը, դե 6-րդ տառը, 6-րդ քայլից հետո գրատախտակին գրված տառը եղել է Չ-ն, հետևաբար դրանից առաջ ունեցել ենք մենք ձայնավոր տառ, և այդ ձայնավորից հետո մենք ունեցել ենք այսպիսի պատկեր, Չ-ից առաջ, եթե այս այբուբենին չնայենք մի պահ, մոտավոր փորձենք պատկերացնել ինչ եղել, Չ-ից առաջ գրատախտակին գրված է եղել ինչ-որ ձայնավոր, ահա, և մինչև Չ-ն եղել են բոլորը ձայնավորներ, և Չ-ն առաջին բաղաձայնն է եղել, որը մեզ մոտ հանդիպել է այդ ձայնավորը դիտարկելուց հետո։ Հիմա այսինքն մեզ պետք է գտնել Չ-ից առաջ ինչ ձայնավոր է եղել, դե Չ-ից առաջ առաջին ձայնավորը դա Ո տառն է, ահա, այստեղ նշենք, որ սա մեզ մոտ 6-րդ քայլի արդյունքն է, և ունեցել ենք Չ-ից առաջ գրատախտակին գրված է եղել Ո տառը, շատ լավ, եկեք սա մաքրենք և այստեղ նույնպես լրացնելով գնանք, Չ-ից առաջ մենք ունեցել ենք Ո տառը, ահա, շատ լավ, իսկ հիմա Ո-ից առաջ ինչ ենք մենք ունեցել, ակնհայտ է, որ Ո-ից առաջ մենք ունեցել ենք բաղաձայն տառ, բայց ո՞րն է եղել այդ բաղաձայնը, օրինակ միգուցե Շ-ն է եղել, բայց դա պետք է նշանակի, որ Շ-ից առաջ մենք ունեցել ենք ձայնավոր և այդ ձայնավորը տեսեք որտեղ է, ահա այսպես մենք գնում ենք բոլոր տառերով, ահա, և հանդիպում ենք առաջին ձայնավորին հետևյալ կետում, այսինքն մենք ունեցել ենք ինչ-որ ձայնավոր, դրանից հետո ունեցել ենք բաղաձայն և այդ բաղաձայնից հետո ունեցել ենք Ո-ն, որը առաջին հանդիպածն է, բայց նկատենք, որ եթե բաղաձայնը այստեղ լիներ, ամեն ինչ էլի ճշմարիտ կլիներ, այսինքն մենք պետք է հետ գնանք մինչև առաջին ձայնավորը, որին կհանդիպենք, դե Ո-ից առաջ այստեղ Շ, Ն, Յ, Մ և այսպես շարունակ մինչև Ին բոլորը մեզ մոտ բաղաձայն են, և ձայնավորը, ինչպես նշեցի արդեն առաջին հանդիպող, դա Ին է, հետևաբար Ո-ից առաջ գրատախտակին գրված ենք ունեցել այս ձայնավորի հաջորդող տառը, Լ տառն է եղել դա, եկեք մեզ ավելի լավ ծանոթ ձևով այն պատկերենք, ահա, թող այսպես լինի, շատ լավ,
Այսինքն մենք ունեցել ենք գրատախտակին գրված Լ տառը, Լ-ից հետո միայն բաղաձայններ ենք հանդիպել, բաղաձայն, բայց մեզ պետք է գտնել առաջին տառաձայնը, այսինքն առաջին ձայնավորը գտնելու պահին մենք կանգ ենք առել եւ այդ առաջին ձայնավորը եղել է ո-ն։ Այսինքն սա մեզ մոտ 4-րդ քայլի արդյունքն է։ Շատ լավ, այսինքն այստեղ նույնպես կարող ենք մենք մաքրել եւ գրել Լ տառը։ Ահա։ Հիմա իսկ որն է եղել Լ-ից առաջ։ Լ-ից առաջ եղել է ձայնավոր, փնտրենք առաջին ձայնավորը Լ-ից առաջ եւ դա միայն ին է։ Ուստի ին մեր երրորդ տառն է։ Հերթով լրացնելով ուղղակի քայլ գնում ենք։ Իսկ ից առաջ ինչ տառ է եղել։ Ակնհայտ է, որ բաղաձայն է եղել, բայց որ բաղաձայն է եղել։ Տեսեք, ից առաջ նախորդ ձայնավորը դա մեզ մոտ ն է։ Դեպ կարող ենք բոլոր ձայնավորները այսպես նշել, միգուցե մեզ ավելի օգնի։ Ահա։ Հիմա ից ն-ի նախորդող ձայնավորն է եղել, այսինքն մեր ից առաջ գրված բաղաձայնը ը-ի ու ի արանքում եղած բաղաձայներից որևէ մեկն է, այսինքն կամ թն է, կամ ժն է։ Ահա, շատ լավ։ Տեսեք, որ մեզ մոտ ժն լինել չի կարող։ Ից առաջ գրատախտակին գրված նախորդ բաղաձայն, այսինքն այս երկրորդ տառը չի կարող լինել ժն, որովհետև դրանից առաջ էլ մենք պետք է ունենանք ձայնավոր, որը ն է, բայց ը-ին հաջորդող առաջին բաղաձայնը դա թն է, այսինքն իմաստը սա է երկու ձայնավորների արանքումն է, մենք պետք է նայենք, ահա այս ձայնավորն է, մեզ պետք է իրանից առաջ գրված բաղաձայնը դիտարկել, դրա համար մենք գտնում ենք իրանից առաջ եղած ձայնավորը ու դիտարկում ենք դրա հաջորդ տառը։ Հետևաբար ից առաջ գրատախտակին գրված է եղել թ տառը, սա մեզ մոտ երկրորդ տառն է։ Ահա։ Իսկ թ-ից առաջ ակնհայտ է, որ գրատախտակին գրված է եղել ը տառը, կներեք ը չէ, է տառը, որովհետև տեսեք, հիմա արդեն ամեն ինչ աշխատում է բաղաձայնների հետ։ Ունենք բաղաձայն թ եւ ձայնավոր է եղել թ-ից առաջ, բայց այդ ձայնավորը եղել է մինչև ահա այս առաջին բաղաձայնի կտորը, այսինքն մինչև զ-ն է եղել ամեն ինչ։ Թ-ի եւ զ-ի եւ թ-ի մինչև եղած այս ձայնավորներից որևէ մեկն է եղել, բայց ն լինել չի կարող, որովհետև եթե ն լիներ, նրա նախորդող բաղաձայնը պետք է զ լիներ, բայց զ-ին հաջորդող առաջին տառաձայնը, այսինքն ձայնավորը դա n է, ուստի ն արդեն դուրս է գալիս։ Հետևաբար թ-ին նախորդել է ը տառը, կներեք է տառը, սա մեզ մոտ առաջինն է եղել։ Ահա։ Եվ դա արդեն որտեղից էլ ակնհայտ է, որ դա a-ից առաջ գրատախտակին գրված տառն էլ եղել է a-ի այս ձայնավորի եւ դրա նախորդող ձայնավորի միջև, իսկ այստեղ ուղղակի մի տառ ունենք, սա էլ մեր 0-րդն է։ Հետևաբար գրատախտակին ամենասկզբում եղել է գրված զ տառը։ Հիմա ի դեպ կարող ենք կատարել ստուգում, այսինքն այսքանով մենք ավարտեցինք խնդրի լուծումը, բայց փոքրիկ ստուգում կատարենք։ Գրատախտակին գրված է զ տառը։ Հիմա զ-ից հետո մենք փնտրում ենք առաջին տառաձայն տառը, այսինքն առաջին ձայնավոր տառը գտնում ենք եւ դա գրում ենք։ Դա ունենք զ, է ու նկատում ենք, որ n մեզ մոտ ձայնավոր, այսինքն գրեցինք է, սա մեր առաջին քայլն է։ Է-ից հետո ինչ ենք գրում, տեսա ձայնավորը մենք փնտրում ենք բաղաձայն, ն ձայնավորը, թ-ն բաղաձայն, գրեցինք մեզ մոտ թ-ն, երկրորդ քայլի արդյունքն է։ Თ-ից հետո ինչ պետք է գրենք ձայնավոր, ժն բաղաձայնը, ին ձայնավոր, ուստի երրորդ քայլի արդյունքում գրեցինք ին։ Ից հետո ինչ պետք է գրենք բաղաձայն, իսկ որոնք են մեզ մոտ բաղաձայնները, տեսնում ենք, որ ին անմիջապես բաղաձայն է հաջորդում, դա լ-ն է, սա 4-րդ քայլի արդյունքն է, լ-ից հետո մեզ կրկին ձայնավոր է պետք, խն բաղաձայնը, ծն բաղաձայնը, կն, հն, ձն, ղն, ճն, ման, յն, նն եւ շն բաղաձայն են, ուստի լ-ից հետո մեզ մոտ հաջորդում է ո-ն, որը որ ձայնավոր է, սա 5-րդ քայլի արդյունքն է, եւ ո-ից հետո էլ մեզ կրկին բաղաձայն է պետք եւ նկատում ենք, որ անմիջապես հաջորդը մեզ մոտ բաղաձայն է, ուստի 6-րդ քայլի արդյունքում ստացանք գրված չն։ Հետևաբար մեզ մոտ ամեն ինչ սկսվել էր զ տառից։
Շատ լավ, դե այս խնդրի համար այդքան մեծ ամփոփում չկա, ուղղակի պարտադիր էր գրել այ ու բենը, հետո հասկանալ, որ ահա այսպես են եղել մեր քայլերը, այսինքն 6 քայլ է արվել, բայց գրատախտակին դրա արդյունքում 7 թիվ է գրված եղել եւ մենք պետք է գտնենք ահա այս սկզբնականը ինչ է եղել։ Ու հետո արդեն հասկանալ, թե ինչպես է ամեն ինչ աշխատում, այսինքն մեզ մոտ բաղաձայնից առաջ առաջին ձայնավորը գտնելը չի մեզ միայն պետք, անհրաժեշտ է նաև նրան այդ ձայնավորից առաջ եղած առաջին բաղաձայնը վերցնել եւ դրանց միջև եղած ձայնավորներով որոշել, որպեսզի հաջորդը պայմանը բավարարվի եւ այդպես քայլ-քայլ հետ գալով արդեն գտնել, որ ի սկզբանե գրված է եղել Z ու կատարել այսպիսի փոքրիկ ստուգում, որից հետո հստակ կարող եք ասել, որ այս խնդրի պատասխանն է Z։ Ուստի այսքանով այս խնդրի լուծումը կարող ենք ամբողջությամբ ավարտել։